Շատերը կարծում են, թե կաղնին փայտի ամրության թագավորն է, բայց իրականում այն նույնիսկ լավագույն տասնյակում չէ։ Չենք մոռանում բաժանորդագրվել Նարեկ Դեմիրճյան էջին։ Օրինակ, սպիտակ կաղնու կարծրությունը կազմում է մոտ 6000 նյուտոն։ Երրորդ հորիզոնականում է Letterwood-ը։ Այն հայտնի է իր ֆենոմենալ խտությամբ եւ մակերեսի բացառիկ նախշերով, որը հիշեցնում է օձի թեփուկներ։ Դրա կարծրությունը հասնում է մոտ 17000 նյուտոնի։ Իր բարձր գնի եւ դիմացկունության շնորհիվ այս փայտից պատրաստում են դանակների բռնակներ, թանկարժեք ձեռնափայտեր եւ երաժշտական գործիքների մասեր։ Երկրորդ տեղում է լեգենդար բակաուտը, որը հաճախ անվանում են կյանքի ծառ կամ երկաթե փայտ։ Դրա ամրությունը կազմում է շուրջ 19500 նյուտոն։ Այս փայտն այնքան ծանր է, որ ջրում քարի նման սուզվում է։ Իր բնական յուղայնության եւ ամրության շնորհիվ միջնադարից սկսած այն օգտագործվել է նավաշինության մեջ։ Բացարձակ չեմպիոն ավստրալական բուլոքն է։ Սա աշխարհի ամենակարծր փայտատեսակն է, որի ցուցանիշը յանկայի սանդղակով գերազանցում է 22500 նյուտոնը։ Այն սովորական սողոցով կամ կացնով մշակելը գրեթե անհնար է։ Գործիքները պարզապես բթանում կամ կոտրվում են։ Մշակման համար օգտագործում են հատուկ գերամուր ատամներով սղոցներ։ Այս փայտից պատրաստում են արտակարգ դիմացկունության պահանջվող դետալներ եւ շատ թանկարժեք մանրահատակներ։ Հետաքրքիր փաստ, այս բոլոր փայտատեսակներն այնքան խիտ են, որ դրանց տեսակարար կշիռը մեծ է ջրի խտությունից, ինչի պատճառով դրանք չեն լողում ջրի մակերեսին։ Չենք մոռանում բաժանորդագրվել Նարեկ Դեմիրճյան էջին։ Շնորհակալություն։